Առհասարակ ապրում ենք փոշու մեջ, անհնար է պատուհան բացել, պատշգամբից ընդհանրապես չենք կարողանում օգտվել ու Կոմիտասյան երեկոյան քամիների ժամանակ մենք ուղղակի փոշու մառախուղի մեջ ենք ապրում։ Կոմիտասի Մալխասյան համալիրի բնակիչների անունից Ազատությանը դիմաց այս քաղաքացին, որ գերադասեց չներկայանալ, ուղարկած տեսանյութով պատմում է, որ հարակից շինարարության հետևանքով իրենք մաքուր օդ չեն կարողանում շնչել։ Մեզ ուղարկած կադրերում, որտեղ փոշու թանձր ամպ է, ասաց վերջին 2-3 օրերի ընթացքում է սա նկարահանել։ Կոմիտասի տարածքում փորում են, քարերը մեծ հանում են ժայռոտ, հենց բացօթյա նույն տարածքում այդ քարերը մանրացնում են ու հենց այդ տարածքում բացօթյա լցրած է այդ ավազը։ Սարեր են ուղակի ավազի մի քանի անգամ ակտիվ քաղաքացի հավելվածով դիմել ենք, պատասխանը ընդհանրապես լինում է եկել ենք, ստուգել ենք, արձանագրություն ենք կազմել, տուգանել ենք ու վերջ։ Ու մենք ամեն օր այդ փոշու մեջ ենք ապրում։ Պատուհանը բացում ես, հատակին ու կահույքին 10 րոպե հետո ոչ թե փոշի, ավազա նստած ուղակի։ Սա քիչ է, տարածքի գործարաններից մեկից ամեն օր օդում մազութի հոտ է փչում, դժգոհեց բնակիչը։ Մոտակայքում գտնվում է Արմենալ-ռուսական գործարանը Ալյումինի ու ամեն օր ես չգիտեմ հենց իրանցից է թե իրանց տարածքում էլի ուրիշ արտադրյալ տարածքներ կան, մազութի ու պլաստիկի հոտ կա օդում։ Փաստացի ստացվում է, որ մի ամբողջ Մամիկոնյանց, Մալխասյանց, Արգուցյան, Ղափանցյան, Գրիբայեդով, Ադոն ստացվում է, որ այս ամբողջ տարածքի ժողովուրդը թունավորվում են ամենօրյա ռեժիմով։ Երևանի ավականու որոշմամբ շինհրապարակները պետք է պատշաճ կահավորված լինեն։ Դրանցից դուրս եկող մեքենաները պետք է անցնեն լվացման էստակադաներով, որ մաքուր անիվներով ճանապարհ դուրս գան։ Շինհրապարակներում պետք է կիրառվեն նաև ջրցան համակարգեր փոշու տարածումը կանխելու համար։ Բացի այդ, պետք է օդի որակի չափիչ սարքեր ունենան, իսկ կառուցվող շենքերը պատված լինեն փոշեկլանիչ ցանցերով։ Երևանյան շինհրապարակներից քչերն են այս կարգը պահպանում։ Ազատությունը բազմիցս է արձանագրել այդ բացթողումները։ Օրերս գործակարգավարականի նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց Երևանի նոր ՏԻՄ օրենքի փաթեթով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի խստացվել է շինհրապարակների կազմակերպման վերահսկողությունը։ Այլևս ես չպետք է լսեմ եւ տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը, որովհետև հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն։ Կառուցապատողներին վերահսկելու է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը։ Ավետ Բաբայանը, որ ծառայությունն է ղեկավարում, Ազատությանն ասաց, իրենք կարողանում էին կարգազանցների նկատմամբ միայն վարչական արձանագրություններ կազմել, տուգանելով նրանց 70-ից մինչև 100,000 դրամի չափով։ Բազմաբնակարան շենքերի կառուցապատողների 80-ից 90%-ը հրաժարվում են նույն օթեկլանիչ ցանցերը անել, ջրցանները անել, էստակադաները անել, որովհետև ֆինանսական առումով իրանք ձեռ չի տալիս, իրանք տուգանվելը ավելի իրանք հաշտ են դրել։ Նրա խոսքով նոր կարգավորումներով պատկան մարմիններն արդեն կարող են ոչ միայն բարձր տուգանքներ կիրառել, այլև անհրաժեշտության դեպքում կասեցնել շինարարական աշխատանքները։ Քաղաքապետարանի տարածած կարճ տեսանյութում Բաբայանը տուգանքների նոր թվերն է հնչեցնում։ Առաջի անգամ 1.5-ից 2 միլիոն դրամ, պահանջները չպահպանելու դեպքում հաջորդը լինելու է 3-ից 4 միլիոն դրամ եւ Երևան համայնքը արդեն ունի շինարարությունը կասեցնելու լիազորություն։ Առաջին իսկ անգամ կասեցվելու է 5 աշխատանքային օր, պահպանելու եւ չվերականգնելու դեպքում լինելու են 10 աշխատանքային օր, նորից չպահպանելու դեպքում արդեն 30 աշխատանքային օր։ Նոր փոփոխություններով խստացվել են նաև ոչ բնակելի շինհրապարակների կազմակերպման պահանջները։ Սահմանված կանոնները չպահպանելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 300-ից մինչև 500,000 դրամ տուգանք, կրկնվելու դեպքում 600,000-ից մինչև 1 միլիոն դրամ։ Եթե խախտումները շարունակվեն, շինարարական աշխատանքները կարող են կասեցվել առաջին անգամ 5 օրով, կրկնվելու դեպքում 10 օրով, իսկ պահանջները չվերացնելու դեպքում մինչև 1 ամիս։ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի կարծիքով գործող իրավական կարգավորումներն արդեն բավարար էին պատշաճ վարչարարություն իրականացնելու համար։ Ոչ թե գործիքակազմի պակասի խնդիր կար, այլ բարեխիղճ կերպով սեփական պարտականությունները կատարելու կրիզիս կար եւ ես կարծում եմ, որ դա շարունակվելու է։ Վերջին տասնամյակներում Երևանում զգալիորեն աճել է կառուցապատման տեմպը։ Քաղաքապետարանի տվյալների համաձայն 2014-ին շինթույլտվությունների թիվը կազմել է 1430, իսկ
2023-ին հասել 4448-ի, ավելի քան եռապատկվելով։ Թե սրանցից քանիսն է բազմաբնակարան շենք քաղաքապետարանի կայքում հստակ նշված չէ։ Իսկ միայն այս տարի Երևանի քաղաքապետարանը թվով 40 շին թույլտվություն է տվել բնակելի 65 հատ բարձրահարկերի համար։ Հավաքանուն դիմադիր անդամի խոսքով քաղաքային իշխանությունը կառուցապատողի հետ առաջին իսկ հանդիպումից սկսած պետք է խիստ տնի այս պահանջները։ Քաղաքը մեծացնում դարձնում է իրենց իսկ խոսքերով գրեթե 1.200.000-ի հասնող բնակչության, դու այդտեղ պետք է տիրապետես նաև վերահսկողական գործիքներին եւ գնաս դրա հետևից, ոչ թե ստեղծես մի հատ քաոս, մեկ էլ նիստերի ժամանակ հոխորտած շինարարների վրա կտուգանեմ, կպատժեմ, կկասեցնեմ եւ այլն, այսինքն պետք չի սպասել խնդիր ստեղծվի, հետո այդ խնդրի հետևանքների դեմ փորձել պայքարել, երբ որ նաև հանդիպումներ են լինում խոշոր կառուցապատողների հետ քաղաքային իշխանության կողմից, այդ շրջանակներում պետք է այդ հարցը քննարկվի եւ լուծվի, եւ ոչ թե հասարակության առաջ այսպես քաչնազար կտրելու եւ սպառնալիքներով աշխատանքի իմիտացիա ստեղծելու այդ տարբերակով։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետը համաձայն չէ ընդդիմադիրների գնահատականների հետ, ասում է նախկին գործիքները բավարար չէին, իսկ նոր կարգավորումներն ավելի լայն հնարավորություն են իրենց տալիս։ Վերջին տվյալներով ապրիլին շինհրապարակների պահանջների խախտումների համար կազմվել է 122 արձանագրություն։ Դրանցից 41-ը վերաբերել է փոշեկլանիչ ցանցերի, իսկ 22-ը օդի աղտոտվածության չափիչ սարքերի բացակայությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով քաղաքի օդի որակի վրա ազդում են նաև աշխարհագրական բնակլիմայական պայմանները, իսկ փոշու մակարդակի առավել բարձրացումը նոյեմբերին է նկատվում։ Նրա խոսքով, եթե շինարարությունները լինեին օդի աղտոտվածության հիմնական պատճառը, ապա փոշու ամենաբարձր ցուցանիշները կգրանցվեին հունիս-հուլիսին, երբ շինարարություններն ակտիվ փուլում են։ Քաղաքապետարանի օդի որակի քարտեզի համաձայն այս պահին միայն Դավթաշենում է օդի որակը գնահատվում անառողջ, հատկապես զգայուն խմբերի համար։ 16 հասցեներ քարտեզում կանաչով են նշված, այսինքն օդը մաքուր է, իսկ մնացած դիտակետերում օդը չափավոր աղտոտված է։ Այս քննարկումներին զուգահեռ Ազատությանը դիմաց քաղաքացին հույսը կորցրել է, որ իրենք երբևէ մաքուր օդ կշնչեն։ Ես չգիտեմ սրա լուծումը լինելու է, թե ոչ։